Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 95-րդ թիվը։ Արցախը գոռուց չէ, հայ ժողովուրդը բարտավորություն չունի հրաժարելու վրեժխնդրութեն է, Թևան Բողոսյան։ Թշնամիի նպատակը Հայաստանի վերացումն է, Համլետ Պետրոսյան։ Ալիևը կվերահաստատե իր հաջորդ ծրագիրները, Տաթևիկ Հայրապետյան։ Դողի ազատագրումը, վերականգնել հայկական լեռնաշխարհի իսկական անունը, Աշոտ Հարությունյան։ Վանի լիճը կպայքարի երաշտի թեմ։ Ծովքի մեջ հայտնաբերված արամատար արձանագրությունը կարևոր նշանակություն ունի, Միքայել Բադալյան։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 95-րդ թիվը։ Նոր թիվին մեջ ընթերցողները կգրնան ծանոթանալ շարք հետաքրքրական եւ արժեքավոր նյութերու։ Անոն շարքին Հրանտ Տինք եւ Քալուս Գյուլբենկյան հիմնադրամներու նախաձեռնությունը, որոնց նպատակն է կազմակերպել արևմտահայերենի դասընթացներ մեր լեզվական ժառանգությունը պահպանելու եւ զարգացնելու համար։ Արևմտյան Հայաստանի հայերուն կողմէ աստվածամոր վերափոխման դոնի նշումը, որ տեղի ունեցած է միակ հայկական գյուղին մեջ խոր հավատքով եւ միասնականությամբ։ Արևմտյան Հայաստանի ծովեզերքին նոր կյանք ստացած կրյաներու պատմությունը, որ գխորհրդանշե բնության վերածնունդը մեր պատմական հողերուն վրա։ Արամ Քևորքյանի գրառումը արձանի պատմությունը գեղծած են, չնշելով, որ զայն ոչնչացուցած են ադրբեջանցիները, ուր ան կբարձրացնեն մշակութային ժառանգության, խեղաթյուրման եւ պատմության աղավաղման խնդիրները։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով։ Վաշինգտոնի մեջ օգոստոս 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահի միջնորդությամբ ստորագրված Փաշինյան-Ալիև հռչակագիրը քաղաքագետ Թևան Բողոսյանի կարծիքով անշրջելի չէ։ Ան կգասկածի, թե այդ փաստաթուղթը գործնական պիտի դառնա կամ Ռուսաստան եւ Իրան պիտի համաձայնին Թրամփի ուղի ծրագրին։ Բողոսյան կշեշտե, որ հռչակագիրը ստորագրված է ոչ օրինական իշխանության կողմէ, ուստի հայ ժողովուրդը բարտավորություն չունի հետևելու անոր գեդերուն, մանավանդ վրեժխնդրութեն է հրաժարելու, ինչպես ընդգծված է հռչակագրին մեջ։ Ան կնշե, որ ներկա իշխանությունը բոլոր միջոցներով կփորձե պահպանել եւ վերարտադրել իր դիրքերը, թույլատնելով պետության հիմնական սյուները, եկեղեցին, կրթությունը, բանակը եւ պետականությունը։ Բողոսյան կհիշեցնե Մոնթե Մելքոնյանի խոսքը. Արցախը գործընծնելով մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը։ Բողոսյանը համոզված է, որ Արցախը գործված չէ, այլ ժամանակավորապես բռնակրաված է եւ իրավական գաղված է յուրաքանչյուր հայ։ Պատմաբան Համլետ Պետրոսյան իր թիմադեդրի գրառումով մտահոգություն հայտնած է, որ Ադրբեջանի եւ Թուրքիո հիմնական նպատակը Հայաստանի պետականության վերացումն է եւ հայ ժողովուրդը նվաստացնել որպես թուրքերեն գախյալ սպասարկուներ։ Ան կշեշտե, որ այս ռազմավարությունը ամբողջովին համագարկված է եւ ունի հստակ քայլեր՝ մշակութային ժառանգության յուրացում, անուններու փոխում եւ ոչնչացում, որոնց նպատակն է ժխտել հայության պատմական գոյությունը։ Պետրոսյան կհամեմատե Հայաստանի մշակութային քաղաքականության նոսրացումը Ադրբեջանի մշակույթը պետական առաջնահերթություն դարձնելու իրողության հետ, նշելով, թե այնտեղ կստեղծվին գիտական գոչված տեսություններ հայերուն հավանական եկվոր ըլլալը հիմնավորելու համար։ Ան կզգուշացնե, որ արդեն սկսած է հայերեն արձանագրություններ եւ խաչքարերու ճնճումը, գոթողներու քայքայումը եւ եկեղեցիներու սպառնալիքը, նպատակ ունենալով հոգեգան ճնշում ստեղծել հայ ժողովրդի մեջ։ Պետրոսյան կհիշեցնե, որ այս հարձակումը ոչ միայն ֆիզիկական գորուստ է, այլև փորձ հայերուն ինքնությունը եւ պատմությունը կառուցվածքային կերպով արժեզրկելու։ Տաթևիկ Հայրապետյան իր տելեգրամյան գրառման մեջ կհիշեցնե Ալիևի 2013 թվականի մարտ 19-ի ելույթը։ Ադրբեջանը երբեք պիտի չհանդուրժե իր հողերուն վրա երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Հայկական պետությունը հիմնված է պատմականորեն ադրբեջանական հողերու վրա։ Երևանի խանությունը, Զանգեզուրը, Քեղամաձովը, ասոնք բոլորը մեր պատմական հողերն են։ Ոչ ոք չէ մոռացած, որ Երևանը 1918-ին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կողմէ նվիրաբերված է Հայաստանին։ Հայրապետյանը կշեշտե, որ այս ելույթը Ալիևը ունեցած է 12 տարի առաջ, երբ Արցախը հայերու վերահսկողության տակ էր, իսկ Սևանն ու Սյունիքը պաշտպանված էին Արցախով։ Արցախը Հայաստանի թիկունքն էր։ Այս ելույթեն անցավ 7 տարի, Ալիևը հարձակեցավ Արցախի վրա, բայց անով ալ չբավարարվեցավ։ Անկե հետո իրականացուց էթնիկ զդում եւ այսօր Արցախի մեջ այլևս հայ չապրիր։ Հիմա Ալիևը դարձյալ ելույթ կունենա նույն սպառնալիքով. Ես իմ ծրագիրներեն չեմ հրաժարիր, մանավանդ հիմա, երբ Հայաստանի Հանրապետությունը այլևս Արցախով չէ պաշտպանված։ Ալիևը կգոդրե Արցախը դանք եւ հանգիստ ապրինք անհիմն տեսակետը եւ անգեղծորեն կվերահաստատե իր առաջիկա ծրագիրները։ 12 տարի ան մեզի նույն բանը ըսած է եւ այդ ընթացքին Հայաստանի մեջ իշխանություններ փոխված են, բայց լայն հանրային գիտակցություն չձևավորվեցավ հասկանալու, որ սա լուրջ է եւ պետք է կանխել։ Մեր հարցը լուծողը մենք ենք եւ մենք կրնանք մեր ներուժով լուծել այդ հարցը, կանխել պատերազմը եւ ապահովել իսկապես երկարատև գայունություն Հայաստանի համար։
Ադրբեջանական ուժերու շարունակական հարձակումները եւ խաղաղ բնակավայրերու քննադատությունները թատրեցնելու նպատակով հայկական ինքնապաշտպանական ուժերը վճռական գործողություններու թիմեցին։ Հադրութի շրջանի Դող գյուղին մեջ իրականացված մարտական գործողությունները դարձավ առաջին հաջողությունը։ Թշնամի խոճաբահար նահանջեց չսպասելով օգնության։ Դողի ազատագրումը գոդրեց ադրբեջանցիներու անբաճելիության զգացումը եւ ոգեշնչեց հայ ազատամարտիկները նոր հաղթանակներու համար։ Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության անբաժանելի մասը մեր հայրենիքի հնագույն դեղանուններն են, որոնք դարերու ընթացքին դարձել են ինքնության խորհրդանիշ։ Սակայն ցեղասպան Թուրքիան հետևողականորեն կչնչե այդ անունները քարտեզներեն եւ գիտական քրագանություններեն, փոխարինելով զանոք կեղծ արևելյան Անադոլիա անվամբ։ Պրոֆեսոր Յու Մուրադյանի հոդվածը հիշեցուցած է, թե Հայաստան կամ հայկ անունը հազարամյակներու պատմություն ունի եւ երբեք գապ չէ ունեցած Անադոլիա եզրույթի հետ։ Հայկական լեռնաշխարհը եզակի աշխարհագրական տարածք է, որ կընդգրկե շուրջ 400,000 քառակուսի կիլոմետր եւ կհամարվի մերձավոր արևելքի կենտրոնական խաչմերուկը։ Դարիներու ընթացքին թուրքական քարոզչությունը փորձած է ոչ միայն փոխել քարտեզները, այլև վերացվել պատմական գիտակցությունը։ Մինչդեռ մինչև 19-րդ դարու վերջն անգամ Օսմանյան գայսրության քարտեզներուն վրա նշված էր հայկական լեռնաշխարհ կամ Էրմենիստան։ Այսօր հայ պատմաբաններուն, աշխարհագրագետներուն եւ մտավորականներուն բարդն է վերականգնել եւ պահպանել մեր հայրենիքի իրական անունները։ Սա ոչ միայն լեզվի, այլ նաեւ ազգային հիշողության եւ ինքնության պաշտպանության խնդիր է։ Վանա լիճը երաշտի եւ համաշխարհային դակացումներու պատճառով օր գծամքի։ Լիճի ափամերձ տարածքներուն մեջ ի հայտ եկած են սյունացև գոյացումներ, 5 առույցներու մնացորդներ եւ ավերակներ, որոնք դարիներ շարունակ ջուրի դակ էին։ Մասնակիցները կնշեն, որ Վանա լիճը համաշխարհային կլիմայական փոփոխություններու մշտադիտարկման համար հիմնական օրինակներեն մին է, քանի որ փակ լիճ ըլլալով կլիմայական փոփոխությունները այնտեղ առավել քան տեսանելի են։ Բացի այդ, լիճի ափամերձ տարածքները այնքան ցամքած են, որ նախկինին ջուրի դակ գտնված նավամատույցները հիմա կգտնվին լիճեն 500 մետր հեռավորությամբ։ Ուրարտագետ Միքայել Բադալյանի թիմադեդրի կրառումը 2017 թվականին թուրք հետազոտողներու կողմէ Արևմտյան Հայաստանի Ձոբք նահանգեն հայտնաբերված է երկկողմանի արամյադար արձանագրություն։ Ան գտնված է Ռապատ ամրոցի տարածքին մեջ։ Հետաքրքրական է, որ այդ ամրոցին մեջ գոյություն ունի շարք ժայռապոր տամբարաններ եւ ժայռապոր անցուղիներ, որոնք ըստ երևույթին պատկանելի են հնագույն ժամանակաշրջանին։ Այս արձանագրությունը չափազանց կարևոր նշանակություն ունի հին Հայաստանի շարք հիմնարար հարցեր ուսումնասիրելու համար։ Սկզբնամասը Միտրա ցևով հիշադակված Տիցագիր անվան արգայությունը կհուշե, որ Ձոբքի դարաձաշրջանին մեջ ալ դարածված կրնա ըլլալ Միտրա Միհրի պաշտամունքը։ Այս առումով հետաքրքրական է նաեւ Վանա լիճի շրջանին գտնված եւ ներկայիս անգլիական մասնավոր հավաքածոյի մեջ պահված դրամի արամյադար քրությունը։ Արձանագրություններն ու նման փաստերը կվկայեն հին Հայաստանի մեջ Միհրի պաշտամունքի կարևորության մասին։ Նորահայտ արամյադար արձանագրության հակառակ կողմին Երևանտի դունը հիշատակելը կփաստե, որ Ձոբքը գտնված է երևանտունիներու դիրապետության տակ։ Դվյալ ժամանակաշրջանով զբաղվող մասնակիցներուն համար արձանագրության համագոմանի ուսումնասիրությունը կփանա հետաքրքրական հերանեկարներ։ Հուսանք նաև, որ օրմը թուրք հետազոտողները կհրադարագեն պատմական Հայաստանի Զերնագի թեպե հնավայրի մեջ բացված տպավորիչ կառույցներու վերաբերող աշխատությունները եւ այնտեղ գտնված արամյադար արձանագրություններու հատվածներն ու անոնց ընթերցումները։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։